Բարև ձեզ։ Այսօր միասին փորձենք լուծել մաթեմատիկայի առաջին շտեմարից վերցված հետևյալ տեքստային խնդիրը, ուրեմն ասում է դասարանի բոլոր 15 աշակերտները գիտեն անգլերեն կամ ռուսերեն, նրանցից 10-ը գիտեն անգլերեն, 8-ը եւ անգլերեն եւ ռուսերեն։ Ուրեմն դասում կա 15 աշակերտ, ընդ որում ասում է 15 աշակերտից 10-ը գիտեն անգլերեն։ X քանակությամբ աշակերտներ գիտեն ռուսերեն, որտեղ այստեղ այն աշակերտները քանք որոնք գիտեն ռուսերեն, տվաշի դա նշանքենք X-ով։ Եվ ասում է 8-ը գիտեն եւ անգլերեն եւ ռուսերեն։ Հիմա, եթե ես 10-ից հանեմ 8, այսինքն 10 անգլերեն իմացողներից հանեմ այն 8-ը, որոնք գիտեն եւ անգլերեն եւ ռուսերեն, ես կստանամ այն աշակերտների քանակը, որոնք միայն գիտեն անգլերեն, այսինքն միայն 2 աշակերտ գիտի անգլերեն։ Եվ նույն կերպ, եթե ես իմ ռուսերեն իմացող աշակերտների քանակից հանեմ եւ ռուսերեն եւ անգլերեն իմացողների քանակը, ապա կստանամ այն աշակերտների քանակը, որոնք միայն գիտեն ռուսերեն։ Քանի որ ռուսերեն իմացող աշակերտների քանակից նշանակել եմ x-ով, հետաբար x հանած 8-ը այս արտահայտության արժեքը կտա ինձ միայն ռուսերեն իմացող աշակերտների քանակը։ Okay, այս ունենք n ունենք։ Հիմա տեսեք, եթե միայն անգլերեն, միայն ռուսերեն եւ անգլերեն եւ ռուսերեն իմացողների միասին կազմում են, ուրեմն ամբողջ դասարանը, հետեւաբար կարամ ասեմ հետեւյալը, որ 2 սա միայն անգլերեն իմացողներն են։ Միայն ռուսերեն իմացողները x-8 եւ 8 հոգին գիտի եւ անգլերեն եւ ռուսերեն, այսինքն գումարած 8-ը հավասար է 15, որովհետեւ իրենք կազմում են ամբողջ դասարանը։ Ուրեմն ասեմ, ամբողջ դասարանը բաղկացած է միայն ռուսերեն իմացողներից, միայն անգլերեն իմացողներից եւ ռուսերեն եւ անգլերեն իմացողներից։ Հիմա այս արտահայտությունից եկեք գտնենք x-ը։ Ուրեմն այստեղ կնի 2 գումարած x հանած 8 + 8-ը հավասար է 15, այս 8-ը այդ կրճատվում է, այսինքն x-ը հավասար է 13։ 13 աշակերտ գիտի ռուսերեն, հետաբար միայն ռուսերեն կիմանա 13 հանած 8, այսինքն 5 աշակերտ։ 5 աշակերտ միայն գիտի ռուսերեն։ Հիմա քանի աշակերտ գիտի անգլերեն, բայց չգիտի ռուսերեն, այսինքն միայն գիտի ռուսերեն։ Մենք այստեղ միջև այդ միասին հաշվեցինք, որ միայն ռուսերեն գիտեն ընդամենը 2, միայն անգլերեն գիտեն ընդամենը 2 աշակերտ։ Քանի աշակերտ գիտի ռուսերեն, բայց չգիտի անգլերեն։ Այստեղ ստացանք, այսինքն միայն ռուսերեն իմացողների քանակը ստացանք, որ հավասար է 5-ի։ Քանի աշակերտ գիտի ռուսերեն, x-ը ստացել ենք, որ հավասար է 13-ի։ Քանի աշակերտ գիտի անգլերեն եւ ռուսերեն լեզուներից միայն 1-ը։ Միայն անգլերեն, միայն ռուսերեն, այսինքն միայն անգլերեն իմացողների քանակը 2-ը, միայն ռուսերեն իմացողների քանակը 5-ը, հետաբար իրենց գումարը կտա 7, այսինքն այն աշակերտների քանակը, որոնք գիտեն անգլերեն եւ ռուսերեն լեզուներից միայն 1-ը, հավասար է 7-ի։ Այսքան այս խնդրի հետ կապված, կարծում եմ պարզ եւ հասկանալի, հաջորդին մենք դիտարկենք ել ավելի հետաքրքիր, ել ավելի բարդ խնդիրներ։ Դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։